Դուք հիշում եք, որ մի շաբաթ առաջ մենք Ստեփանավան էին գնացել եւ Գյուլագարակ, Կուրթան եւ Գարգար գյուղեր այցելության ժամանակ մեզ մեր հայրենակիցները խնդիր դրեցին, ասեցին, որ գյուղերը չունեն իրենց գյուղ տեխնիկան։ Պարոն Կարապետյան, մենք ուզեինք ադե տրակտոր մեր գյուղում տալ վարողցանոթեն։ Սալյարկելու կոմբայնը շատ լավ կլինի։ Հա։ Հա։ Շատ լավ։ Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք թիմով մանգալ գյուղ տեխնիկա Հայաստանով մեկ եւ փորձել ներմուծել։ Ման էին գալիս եւ նաեւ ուսումնասիրում էինք, թե որ գյուղ տեխնիկան է ամենաէֆեկտիվը տարածաշրջանի համար։ Իսկ հիմա նայենք։ Նախընտրեցինք այս կոմբայնը, քանի որ սա տարածաշրջանին ավելի մեր ռելիեֆին հարմարված կոմբայն է։ Կորուստը բավականին ցածր է, 1-ից 3% է կազմում հացահատիկի կորուստը ընդհանրապես, իսկ գիտեք մեր 5 կոմբայներով Հայաստանում հացահատիկի հունձի ժամանակ կորուստի տոկոսը կազմում է մոտավորապես 20+%։ Կոմբայնի շնորհիվ հացահատիկի գինը ինքնարժեքը բավականին կնվազի, ինչը կդարձնի մրցունակ տարածաշրջանի մեր գյուղացիների, ֆերմերների համար։ Շնորհակալություն ձեզ մեզ օգնելու մեր ներկայացրած հարցին աջակցելու համար։ Կարծում եմ սա էլ լավագույն օրինակներից մեկը կլինի, որպեսզի կարողանանք լավագույն ծառայություններ մատուցել ժողովրդին ու փորձել իջեցնել բերքի ստացման ինքնարժեքը։ Մինչև հիմա, օրինակ Գեղարքունիքի մարզից, Լոռվա մարզի տարբեր հատվածներից գյուղերը վարձակալում էին կոմբայն, որի համար վճարում էին դիզելի գումար, վարորդի գումար, կոմբայնի գումար, եւ մոտավորապես 25-ից 30,000 դրամ է լինում 1 հեկտարը։ Այս պարագայում միայն դիզելի եւ վարորդի գումարն է վճարվելու, որը մոտավորապես 2 անգամ, մինչև եթե 25-30,000 դրամ էին առաջ վճարում հեկտարին, հիմա կվճարեն մինչև 15,000 դրամ եւ նաեւ կորուստը բերքի ոչ թե 20% կլինի, այլ 1-2 մինչև 5%։ Այդ պարագայում գյուղացին 2 անգամ կշահի, մեկը որ մի հեկտարի քաղը կլինի էժան, 2-ից ավել անգամ, մեկը որ բերքի կորուստ չի ունենա։